Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, բարև ձեզ սիրելի ընկերներ, Բարաշեն քրեակատարողական հիմնարկից շարժվում եմ դեպի տուն, այցելել էի պաշտպանյալիս քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանին և մի քանի կարևոր բանի մասին եմ ուզում հիմա խոսել, իհարկե առավելապես Արտակի գործով, բայց այնպես է, որ Արտակի գործը մաքուր քաղաքական է և շատ բաներ նաև ավելի ընդհանրական նշանակություն ունեն։ Առաջինը գուցե նրանք, ովքեր որ ուշադիր հետևում են իմ եթերներին, գիտեն, որ կարող է հիշեն, որ ես հայտարարեցի, որ Արտակին տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ, թե ոնց է հայտնվել Բարաշենում։ Ուրեմն ասեմ ոնց է հայտնվել։ Գերբեռնված է եղել, չեն ընդունել։ Գերբեռնված է եղել, մեր բանտերը գերբեռնված են։ Ու ես անկեղծ ասած չգիտեմ, այդ ոչ քաղաքական գործերով մարդկանցով են գերբեռնված, քաղաքական գործերով մարդկանցով են բեռնված, քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, թե պարզ ընդդիմադիր քաղաքացիներով, երեկվա տիկին Շողիկի պատմությունը մեզ դաս։ Մենք չգիտենք, կարող է հիմա մարդիկ են նստած, որոնց մասին գաղափար չունենք, որոնք որ ընդդիմադիր հայացքներ ունեն, որևէ քաղաքական ուժի հետ չեն եւ մարդիկ չգիտեն իրենց, այսպես, հանրությունը չգիտի իրենց բռնված լինելու մասին։ Տեղակ չեն, բայց այն որ առանց այն էլ վատ էր մեր բանտերի բեռնվածության վիճակը, հիմա գերբեռնված է, էլ ավելի գերբեռնված է, դա փաստ է, դա պարզապես փաստ է, խայտառակ վիճակ է, մարդկանց կամերով մարդկանց բանտեր են ուղարկում, ես չգիտեմ, ես խնդրում եմ նրանք, ովքեր որ ի վիճակի են սրանով զբաղվելու, թող մեծ զբաղվեն, հասկանանք մենք, այս ինչ վիճակ է մեր բանտերում։ Թվերը ես հիշում եմ, որ հրապարակվեցին, արդեն խայտառակ թվեր էին մի քանի ամիս առաջ, ու վստահ եմ, որ էլ ավելի է այդ թվերը խայտառակ, էլ ավելի խայտառակ է հիմա։ Սա մեկ։ Երկրորդը, ես 2 օր առաջ գրառում եմ արել, իրոք շատ անկեղծ գրառում եմ արել, ասել է ես Արտակի խոսքը, որի համար նա հիմա 1 ամիս նախնական կալանք է կրում, բանտային կալանք է կրում, մարդ, որը ունի 4 երեխա, որոնցից 3-ը անչափահաս, կինը շուտով 5-րդ բալիկին է լույս աշխարհ բերելու, դատարանը որոշեց, որ չէ, ուրիշ տարբերակ չկա, պետք է բանտ նստի, որտեղ պես Նիկոլ Փաշինյանին էր կպել, էլի, իր խոսքով։ Ինչևէ, Արտակը խոսք էր ասել, որոշակի խոսք էր ասել, եւ այդ խոսքը ես հղումով տեղադրել եմ, ասում եմ ժողովուրդ, ես չեմ, դուք եք, մի հատ էլ ասեք, կարող ես լավ չեմ հասկանում։ Իհարկե մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը այն մոտեցմանն էր, որտեղ ստեղ вообще ինչի մասին է խոսքը առհասարակ։ Կային նաև մարդիկ, որ ասում են, այո, ես տեսնում եմ այստեղ ատելության խոսք ու փորձում են պարզաբանել, բա վարչապետի հետ տես կարելի է խոսալ, ինչն է հետաքրքիր։ Տեսեք, այսինքն այս մարդիկ պրոբլեմ չունեն, այսինքն այլ բարագայում նորմալ է, վարչապետի հետ իրենց վարչապետի հետ տես չի կարելի խոսալ։ Տեսեք, ինչն է հետաքրքիր, եվրոպացիների կողմից պաշտպանվող մարդու ընտրազանգվածի մեծ մասը հակաժողովրդավարական հայացքներ ունեցող մարդիկ են։ Մարդկանց փաստարկը դա վարչապետի հետ տես չի կարելի խոսալ, այսինքն էլ պատկերացրեք Ֆրանսիայում ինչ որ մեկի մտքով անցներ, որ սենց բան ասած մարդուն ձերբակալ են կալանավորեն ու մեկն էլ ասել, բա երկրի նախագահի հետ սենց կարելի է խոսալ, հոգեբուժարան կտանեին այդ մարդուն։ Ասեն այ քեզ բան, բա երկրի ղեկավարը ընդհակառակ ավելի կոշտ է կարելի խոսալ երկրի ղեկավարի հետ, որտեղ այդ մարդը մեր ծառայողն է, մեր հարկերից սնվող մեր ծառայողն է։ Այն ինչ էլ որ ձեզ բոլորիդ ներկայացնում է, որ ես եմ արել եմ, իր հաշվին չի արել, մեր հաշվին է արել։ Մեր հարկերի հաշվին, ոչ թե հարկերի է, հիմնականում վարկերի հաշվի է արել։ Մեր երեխեքի վզին դնելով հսկայական վարկեր, մեր երեխեքի մեր թորների 15 միլիարդ են օրը ոնց որ թե
Կգնա պատկելա առնվազն, եթե ոչ երրապատկելա պետական պարտքը, չգիտեմ թվերը, ոնց է սխալվեմ, բայց էապես մեծացրել է պետական պարտքը։ Ինչի վրա են այդ փողերը ծախսվում, բացառապես ընտրակաշարքի գործառույթ իրականացնող, ընտրակաշարքի դեր կատարող գործողությունների անվճար ինչ-որ բժշկություն է վերջերս ընտրություններից որոշ ժամանակ առաջ դրել, թոշակներ է բարձրացնում, դեռ չգիտեմ, ինչ-որ շինարարություններ, էս ինչ են ինչ։ Ոչ թե պատկերացրեք ինչ-որ մի հատ տուն, բյուջե կա, մարդիկ ասենք թե, չգիտեմ, ամսական կարող են $2000 ծախսել։ Բայց ինչ-որ հարց է առաջանում, որ այս վերջի մի քանի ամիսա ամսական ոչ թե $2000, այլ $5000 են ծախսում։ Պարտքա չէ, դա այդ պարտքերը պետքա տալ, չէ, ինքն է տալու։ Ինքը չի տալու, չէ։ Մեր երեխեքն են տալու, մենք ենք տալու։ Մեր թորներն են տալու։ Վարչապետի հետ ցես կարելի է խոսալ, թե չէ։ Շատ հետաքրքիր բան է, սա շատ նուրբ բան է, այս քաղաքագետներին էլ եմ ուզում դիմեն, որ մի հատ ուշադրություն դարձնել։ Նիկոլ Փաշինյանի ինքնազանգվածը բացարձակ կապ չունի ժողովրդավարության հետ, ես տենց եմ հասկանում։ Որտեւ այդ մարդիկ տենց են մտածում։ Այդ մարդիկ մտածում են, որ վարչապետի հետ կոպիտ խոսալ չի կարելի, ուրիշների հետ կարելի է, բայց թե վարչապետի հետ չի կարելի։ Այնինչ ժողովրդավարությունը հակառակն է ասում դու ցանկացածի հետ որ ինչ որ X ձևով կարող ես խոսաս, կարող ես ավելի վատ ձևով խոսաս երկրի ղեկավարի հետ, որտեղ դա քո աշխատողն է, որտեղ ինքը հանրային գործիչ է, ինքը զսպվածության պահանջ ունի, մյուսները չունեն։ Դու այսինքն ոչ պետական ծառայողները։ Դա շատ հետաքրքիր դրություն է։ Եվ որևէ փաստարկ չլսեցի։ Անկեղծ ասած ամեն դեպքում, նաև արտասահմանցի իրավաբան եւ ոչ իրավաբանիմ 3 ընկերների ծառայողների ուղարկեցի, ասի, նու ազգությամբ հայ էլի, այսինքն սփյուռքահայ։ Ասացի, տղեկ, նույն երկուսը տղամարդ, մեկը կին, ասի, հարգելիներս, խնդրում եմ, էլի, մի հատ սա նայեք, ասեք, էլի սա ատելության խոսք համարվում է, թե չենքան խնդալու էր, ուրեմն մտերիմներիցս մեկը Միացյալ Նահանգներում բնակվող, հիմա պատասխանել է, ասում եմ, դե ուղարկի, ասում եմ, ուղարկել եմ, ասում եմ, սխալ բան ես ուղարկել, ես նայեցի, ինչ, հաստատ է, ճիշտ է ուղարկի, ոնց որ սխալ բան է, ասում եմ, հեսա, ոնց թե ասում եմ, հեսա, ասում եմ, հա, հեսա, գիժեր ես մարդիկ, ատելության խոսքը որն է սրա, ինչն է ատելության խոսքը, ես չես խոսում, ասում եմ, բամուս կարող ալի։ Հարցը հենա, որ արտակի խոսքը ոչ թե ատելության խոսք չի կարող համարվել, կիլոմետրերով է հեռու ատելության խոսքից, կիլոմետրերով է հեռու ատելության խոսքից, ուղղակի աբսուրդ է։ Այդ Մակրոնին մի հատ թող գրեն, ասեն, մսյո Մակրոն, մի հատ մասնագետ թող գտնի, ասի, հա, ես իմ վրա պատասխանատվություն եմ վերցնում, ասում եմ, սա ատելության խոսք է, տես չի ախր։ Հասկացանք, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, չէ։ Հիմա ես խնդրանք ունեմ, երկու խնդրանք ունեմ։ Առաջին խնդրանքը իմ ազնական խնդրանքն է։ Երկու խնդրանք, խնդրանք առաջին։ Ընդդիմադիր քաղաքացիներից ես չունեմ այդ հնարավորությունը։ Շատ եմ խնդրում այս ընթացքում, թե վերջի տարիներին եւ թե հատկապես ընտրարշավի ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի եւ իր այս նազիր վեզիրների, այսպես ձևակերպենք, իր մերձավոր շրջապատի կողմից ատելության խոսքի դրսևորումները կամ ատելության խոսքի նմանվող խոսքի դրսևորումները անընդհատ եմ ես դա լսում։ Ես չէ որ շատ եմ ֆիքսում նրա, անընդհատ լսում եմ, որ Նիկոլ Փաշինյանը sense բան ասեց, Պապիկյան Սուրունն այսօր իրան ինչի տեղ դրել, ինչեր էր խոսում։ Թշնամանք հրահրող խոսքի մասին է խոսքը։ Ընդդիմախոսների, ընդդիմադիրների նկատմամբ։ Խնդրում եմ այդ վիդեոները ուղարկեք, բոլորը փաստագրված են, էլի։ Եթե հնարավոր է կամ րոպեով կամ եթե կտրած ուղարկեք, շատ ավելի շնորհակալ կլինեմ։ Արտակի պաշտպանության համար սա շատ կարևոր է։ Խնդրում եմ դրանք ուղարկել ինձ։ Որպեսզի կողքի դրենք, ասենք ախպեր։ Այս շանթային քաղաքացու ասածը, որը ոչ հարությանը 90%, 99%-ին հայտնի չի, հա։ Որի արած մի բացահայտում է շատերին հայտնի, բայց դա չի կապվում իր հետ, չի ասոցացվում իր հետ։ Ես օրինակ լսել եմ այդ շորերի հետ կապված բանի հետ, օգնության հետ կապված ավելի ճիշտ բացահայտումը, բայց ոչ անուններ տպավորվել, ոչ դեմքներ տպավորվել, այսինքն ինֆորմացիան մնացել էր
ինֆորմացիան մատուցողի մասին տեղեկություն չէր մնացել, միշտ տենց արինում, դա ինֆորմացիայի հետ աշխատող, հրապարակային ինֆորմացիայի հետ աշխատող ցանկացած մեկը կհավաստի, որ նման դեպքերում այդպես է լինում, այսինքն ինֆորմացիան մնում է, բայց ով է դա հանրության սեղանին դրել, շատ ավելի հազվադեպ է մնում, так что դա շատ նորմալ է, այսինքն հանրությանը ոչ հայտնի մարդու ասածը ատելության խոսք են որակում, բայց այն մարդիկ, որոնք ունեն որոշակի ինտրազանգված, երկրի ղեկավար են կամ այլ բարձրաստիճան պաշտոնատարանձիկ են, որ դասական ատելության խոսք են տարածում։ Դա ոչ մեկ քրեական վարույթ չի նախաձեռնում։ Դաժե երեք Արման Թաթոյանի հետ հրապարակումը, որ իհարկե ատելության խոսքի հետ կապ չունի, ընտրական խախտման հետ կապ ունի, այդ Արմավիրի դպրոցի ուսուցչուհի էր, ինչ էր ԿՊ-ական, որ պարտադրում էր իր ուսանողներին գալ։ Տեսեք, մենք չտեսանք, որ ձերբակալեցին այդ կնոջը, քրեական վարույթ նախաձեռնեցին։ Չտեսանք, չէ՞ դա։ Այսինքն հերթական անգամ ոչ թե համոզվում ենք, համոզվել ենք վաղուց, հերթական անգամ ապացույցներ են հավաքվում այն մասին, որ մեր իրավապահ համակարգը անկախության 0 աստիճան ունի քաղաքական գործերով եւ փաստացի այս պահին քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասա կազմում, տարածքային կամ մասնագիտական ստորաբաժանում է կազմում, այլ ոչ թե իրավապահ մարմին, դրա համար էլ օրինակ արտաքին 3 ժամվա մեջ ձերբակալեցին եւ այդպես կալանավորեցին, իսկ ասենք մանկապիցների գործով տեսեք 2 ամիս ինչ են կատարում։ Սա այս փաստերի դեմ ոչինչ չես կարող անես։ Դրանք այն որ քարին դրած փաստեր են։ Չես կարող ջնջես ոչ մի ձև։ Եվ այսպես առաջին խնդրանքս քաղաքացիներից նա է, այդ տեսագրությունները, ձայնագրությունները հատկապես վերջին շրջանի ուղարկել արտաքին պաշտպանության համար դա շատ կարևոր է։ Սա մեկ։ Եվ երկրորդներ խնդրում եմ քաղաքական ուժերին, եթե նպատակահարմար կհամարեն, դիտեն արտակի խոսքը եւ եթե իրանք են այն կարծիքի, որ սա ատելության խոսք չի, ինչպես ես եմ կարծում, ինչպես շատ շատերն են կարծում, ապա կառաջարկեի դիտարկեն քաղաքական հայտարարությունների հարցը, որովհետեւ սա շատ կներեք արտակի հարցը չի միայն։ Սա մեր երկրում չափանիշները ել ավելի նվազեցնելու հարց է, խոսքի ազատությունը զրոյացնելու հարց է։ Նրա հարցն է, որ իշխող քաղաքական ուժը հերթական դաղալությունն է անում, հերթական ընտրախախտումն է անում, հերթական միջոցն է գտել գողանալու ընտրությունը պարզապես։ Ինչպես, բաց խտրեմ։ Այս մարդիկ ուզում են տպավորություն ստեղծել հատկապես չկողմնորոշված քաղաքացիների համար, որ իրանք ունեն ավելի շատ աջակցություն, քան հակակրանք։ Ինչպես դա անեն։ Պարզ ձևով լրացնելով նրանց նկատմամբ հակակրանք արտահայտող եւ անվախ քաղաքացիների, բատարկելով այդ մարդկանց, լրացնելով այդ մարդկանց։ Օրինակ ասենք, չգիտեմ, Սամսոնյանի եւ Սաղաթելյանը լրացված են, Սաղաթելյանը օրինակ տնային կալանքի տակ է, Արտակը բանտում է, խոսել չեն կարող։ Սաղվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, տնից չեն թողնում, որ գնա մարդկանց հետ ընտրաշավանի։ Սա մեկ սես բաներ կան։ Սես բաներ կան։ Եվ քաղաքական ուժերին առաջարկում եմ քաղաքական հայտարարություն անել, որը շատ կարևոր է նախագահիչ իմաստով, որովհետև ինչքան էլ եվրոպական քաղաքական վերնախավը այս պահի դրությամբ Հայաստանի հակահայ, այսպես Հայաստանի ներկայիս իշխանության հակահայ քաղաքականության պատճառով նրանց սատարում է հայտնում, բայց այնտեղ կան չէ պրոֆեսիոնալներ, որ չեն կարող այդ քաղաքական հայտարարությունները, երբ որ դրանց քանակը նաև տեսնեն, նրանք չեն կարող դրա որևէ կերպ չարձագանքել։ Սա ընտրությունները մեզնից գողանալու հերթական միջոցն է։ Այսպիսի ցուցադրական ձևով մարդկանց քաղբանտարկյալ դարձնելը։ Ու շատ կարևոր է երեկվա Թաթոյանի հրապարակած ձայնագրության մեջ մի շատ կարևոր միտք է, ես սրան եմ ուզում ուշադրություն դարձնել։ Շատ եմ խնդրում, հատկապես երիտասարդներին եմ խնդրում, եթե դա են։ Տեսեք ինչ է ասում այդ ԿՊ-ական տիկինը։ Տեսեք ինչ է ասում, այս երեխեքը որ ասում է վաղ էսին ժամին եկեք, Նիկոլ Փաշինյանն է գալի բան, ասում էր թե համ էլ գալինելու բան, համ էլ սենց ինչ որ լավ, համ էլ գալինել։ Այնտեղ ասում են որ բայց Նիկոլ Փաշինյանն է գալի, մենք չենք ուզում բան։ Ասում մի քաղաքականացրեք, երեխեք, մի քաղաքականացրեք, տեսեք, էս են անում։ Էսա իրանց ձևը։ Այսինքն իրանք ուզում են քաղաքականությունից հեռու պահել մարդկանց։ Նրանից հեռու պահել, որ Հայաստանը դարձնում են
Թուրքիայի վիլայետ չէ, Ադրբեջանի ռայոն, որ Ալիևն է որոշում, ստեղ ինչ զինանշան մենք պետք է ունենանք, Մասիս Սարին պետք է նայենք, թե չնայենք, քանի ադրբեջանցի պետք է Հայաստան գա, որ տարածքը ոնց պետք է լինի, այս մարդիկ են որոշում, դարձել են այդ մարդկանց հնազատ ծառաները, այդ երեխեքին դա են ուզում դարձնեն ու որպեսզի երեխեքը չհասկանան, որ այս ինչ եք անում, ասում մի քաղաքականացրեք, շշմելու բանը դա հասկանում եք ինչ, այսինքն քաղաքականությունը, ընտրությունները ասում են մի քաղաքականացրեք, եկեք դե մասովկա կանրեք, մի քաղաքականացրեք, ու չեն ձերբակալել այդ կնոջը, ոչ է քրեական գործ են արուցել, այս ամեն ինչը փող կապակցված է, արգելիներս, նրանք ովքեր որ այս կապերը չեն տեսնում, ուրեմն կամ չեն ուզում տեսնել, կամ էլ իշխանությունների կողմնակից են նրանց ձեռնտու է որ այս իշխանությունները մնան, կամ էլ ուղղակի բավարար քաղաքական գիտակցություն չունեն, չգիտեմ, այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Շատ կարևոր է, ես խնդրում եմ սրան ուշադրություն դարձնել։ Մենք վճռական կարևորագույն օրեր ենք ապրում։ Մի քաղաքականացրեք, որ տենց ձեր գործերով զբաղվեք, տենց եկեք այդտեղ մասովկա ապահովեք, բայց մի քաղաքականացրեք։ Որպեսզի իրանք ընտրվեն, որպեսզի մեր եկեղեցին զրոյացնեն, որպեսզի մեր Մասիս Սարը, մեր արժանապատվությունը, մեր ամեն ինչը զրոյացնեն։ Էսա։ Ընդվզող մարդկանց վերաննել փակում են, որպեսզի կարծինկայով ցույց տանեն չկողմնորոշված մի քանի 100,000, երևի 200,000 մարդկանց, որոնք որ դեռ չեն որոշել ում են ձեր տալու։ Որպեսզի այդ մարդկանց ցույց տան, որ չէ, Նիկոլ Փաշինյանը աջակցում, ավելի շատ աջակցում են, քան չէ։ Տես չի իրականությունը, մենք լավ գիտենք։ Հատկապես Երևան քաղաքում, որտեղ որ տեխնոլոգիաներից մարդիկ ավելի շատ են օգտվում։ Դե գյուղերում մարդկանց ինֆորմացիոն գերության մեջ են պահում, իրանց հմեկով, իրանց որ ամեն ինչը ինչ ես խոսում, դրա պարզապես ծառայգույն հանցագործություններ են։ Ամեն դեպքում փաստ է։ Ինֆորմացիոն գերության մեջ են պահում այդ մարդկանց եւ այդ մարդիկ որ տեսնեն ամեն ինչ լավ է, օրինակ հաստատ հմեկը ցույց չի տալու։ Չէ, այսօրվա այդ միջադեպը որ մտնում է, ասում է, ես ձեզ անհաջողություն եմ մաղթում, օրս էլ փչացավ Նիկոլ Փաշինյանն ասում է, օրս էլ փչացավ, օրս էլ վատ եմ ինձ զգում, որտեղ ձեզ տեսա։ Էսա, ես խնդրում եմ այդ ռուսական հայտնի երկար ասում է, ովքեր որ քնած են թող զարթնեն, ովքեր որ մի խոսքով չէ, դա ինչ մի ռուսական հայտնի է, առաջերտին մեր Սասոսի Դավիթն էր, որ այդպես էր ասում, բայց ուրիշ կոնտեքստում, խնդրում եմ ավելի ակտիվ լինել, ավելի շատ մտածել, երևույթների կապերը ավելի հստակ տեսնել, շատ կարևոր օրեր ենք մենք ապրում, քաղաքական ուժերին էլ, նորից ասեմ, առաջարկում եմ դիտարկել այս ամեն ինչը քաղաքական հայտարարություններով սրանց արձագանքելու հարցը։ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական խմբեր են, իհարկե դրանց անկողմնակալությանը ես լիքը կասկածում եմ, բայց Աստված սխալված լինեմ։ Այդ մարդկանց պետք է ներկայացնել նաև այդ process-ը ցույց տալ, որ դու էս ինչ ես անում։ Այս խոսքը, որ որևէ կերպ ատելության խոսք պարզապես չէր կարող լինել, դու ո՞նց ես դրա անունը դնում ատելության խոսքը։ Դու դրա անունը ո՞նց ես դնում ատելության խոսք։ Որ մարդուն Ամերիկայում ուղարկում եմ, ասում եմ, «Հատ խնդրում եմ, էլի նայ, սա вообще ատելության խոսքին նման է, թե չէ սպյուրկա է»։ Ասում եմ, մի հատ բան է, սխալ բան ես ուղարկել, հիմա ճիշտ ուղարկի, էս ինչ ես ուղարկել։ Ասում եմ, էսա, ասում եմ, ո՞նց թե դա։ Դրա ի՞նչն է ատելության խոսքը, ասում եմ, դե շատ իմանամ։ Ո՞նց կարող է սա, որ մեկի մտքով ասում է սա բանա, թշնամանք հրահարել ատելության խոսքը, ասում եմ, հա, մարդ է նստած, ախպեր։ Ասում եմ, չեմ մանում, ես բան չունեմ ասելու, ասում եմ, շատ խնդալու էլի, ասում եմ, ճիշտ ուղարկի ես, սխալ բան ես ոնց էր ուղարկի։ Այսքանը շնորհակալություն, ես էլ դու Բարաշենից սկսեցի եկա հասա մեր տուն, մեր տան բակ արդեն համարյա, այսօր շատ լավ օր ենք անցկացրել մեր Սերգեյի հետ, 7 եկեղեցիների ուխտ ենք արել Վայոց ձորում եւ տենց բանա լավատեսություն կա մեջս անկեղծ ասած,
Բայց ոչ թե լավատեսություն է, որ լավ կլինի, չէ։ Պետք է վաստակել լավ լինելու։ Լավ ապագա ունենալը պետք է վաստակել։ Մենք պետք է իսկապես մտածենք վաստակելու մասին։ Մենք ամեն օր ինչ ենք անում, որպեսզի չարիքի հեռացումը ավելի հավանական դարձնենք, մոտեցնենք։ Այլ ոչ թե հույսներս դնենք Աստծո վրա, ասենք թե մի դուր կբացվի, չէ։ Շնորհակալություն, բարի գիշեր։